Վախենում եմ, որ ինձ կենդանի կթաղեն։ Գուցե հենց այդպես էլ եղավ։ Մահվանից 7 տարի անց գերեզմանատունը փոխելիս վկաները պնդել են։ Դագաղում Գոգոլի գլուխը շրջված էր, ձեռքերը այլ դիրքով էին։ Տպավորություն էր, փորձել էր դուրս գալ։ Իրականություն է սա, թե լեգենդ, բայց փաստ է։ Գրողը խնդրել էր մահվանից հետո համոզվել, իսկապես մահացած է։ Դեռ դեռահաս տարիքից սկսեցին ի հայտ գալ մղձավանջները, վախերը։ Ամուսնացած չի եղել, չի ունեցել երեխաներ, իր երեխաներն է համարել գրքերը։ Ասում են չափազանց ամաչկոտ եւ փակ էր։ Կրոնական համոզմունքներից ելնելով սերը մեղք էր համարում, որը կարող էր շեղել Աստծուց եւ պետք է լիներ առանց մարմնական ցանկության։ Գոգոլը սիրում էր մարդկությանը, բայց չկարողացավ սիրել մեկին, ինչպես մարդը մարդուն։ Ասել է իր ընկեր Տուրգենևը։ Իսկ Գոգոլը գրել է. բոլորը սիրո կարիք են զգում, նույնիսկ անասունը սիրում է, որ նրան փայփայեն։ Գոգոլի մոտ այսօրվա բժիշկները կանխորոշեին փսիխոզ։ Նա կարծում էր մարմնում ինչ-որ բան փչանում է, վախենում էր թունավորումից, չէր ուտում ուրիշի պատրաստածը, կասկածամիտ էր։ Վախը ժանտախտից ավելի կպչուն է, ասում էր նա։ Թեև Գոգոլին մեռած հոգիները մեծ հաջողություն բերեց, բայց գտնում էր դրանով հեռացել է Աստծուց։ Մեղքի զգացումն այնքան անտանելի դարձավ, որ 7 տարի գրված երկրորդ հատորը այրեց, ասելով. ես ուզում եմ մաքրել հոգիս, ոչնչացնելով այդ գործը։ Գոգոլը մահացավ դրանից 10 օր անց, իրեն դատապարտելով քաղցի, հրաժարվելով օգնությունից։ Ասում են նրա վերջին բառերն էին. ինչպես փրկել հոգիս։